Գիտեք, դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ 15-ի դատավարության վերջին նիստը, դատավարությունը ավարտված է, այս գործով դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ և մենք ակնկալում ենք այս ամսվա ավարտին ունենալ դատավճիռ։ Հետաքրքրական զարգացում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով, 27-ին նշանակված էր նիստը, որի ընթացքում պետք է տրվեր վերջի խոսքի իրավունք, սակայն նիստը հետաձգվեց փաստաբանի առողջական խնդիրներ ունենալու հիմքով, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանի, որից հետո նշանակվեց մեկ այլ նիստ, բայց այս նիստը հետաձգվեց անհեթեթ պատճառաբանությամբ, որ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում։ Այսինքն դեկտեմբերի 26-ին, երբ 15-ի գործով դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, այս հանգամանքը օգտագործվեց գործի հետագա ձգձգումը արդարացնելու նպատակով։ Եթե այս հանգամանքը լիներ իրական հետաձգման պատճառ, ապա դեկտեմբերի 27-ի նիստը ևս պետք է հետաձգվեր այս հիմքով, բայց դեկտեմբերի 27-ի նիստը հետաձգվել էր փաստաբանի ենթադրաբար առողջական խնդիրների պատճառով, եւ սա մեզ թույլ է տալիս մտածել, որ Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան։ Ինչով է դա հիմնական պատճառները, որոնք կարող են լինել դժվար է վերհանելը, սակայն այդ հետաձգման միտումը մեզ համար նկատելի է։ Եվ դատավարության մասով շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, գործերը քննվել են ռազմական տրիբունալների կողմից, այդ թվում Ռուբեն Վարդանյանի գործը, որտեղ մենք ունենք մեկ ամբաստանյալ քաղաքացիական անձ, իսկ ռազմական տրիբունալները ընտրվում են սուբյեկտների հիմքով, այսինքն մեղադրյալը պետք է ռազմականացված անձ լինի, որպեսզի կոմպետենտ դատարանը լինի ռազմական դատարանը եւ հետաքրքրական է, որ կալանքի ձևական որոշումների ժամանակ սկզբնական փուլում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջնորդությունները ուղարկել են հենց սովորական գործեր քննող դատարան, քաղաքացիական դատարաններ, ուստի հետագայում է որոշում կայացվել գործը փոխանցել ռազմական դատարանին, ինչը մենք մեկնաբանում ենք հենց քաղաքական պատվերի շրջանակներում։ Եթե անդրադառնամ մի շարք այլ թարմ նորությունների, նշեմ, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ակնկալվում էր տեղեկություններ այնտեղ պահվող հայերի վիճակի մասին, եւ մենք այս տեղեկությունները պետք է ստանայինք դեռևս 2025 թվականի նոյեմբեր ամսին, նոյեմբերի 4-ին, Ադրբեջանի կառավարությունը շուրջ 2 անգամ լրացուցիչ ժամանակ խնդրեց դատարանից եւ վերջնաժամկետը հունվարի 8-ն էր։ Կարող եմ հաստատել, որ մենք հունվարի 12-ին ստացել ենք տեղեկություններ, որոնք 16-ի առնչությամբ պարունակում են տվյալներ նրանց առողջության ընթացքում իրականացված բժշկական զննությունների, գտնվելու վայրի, պահման պայմանների վերաբերյալ, կից ներկայացվել են որոշ լուսանկարներ, թե խցերի եւ թե անձանց վիճակի առումով, այսինքն նոյեմբերի 4-ի պարտականությունը հետաձգված կերպով Ադրբեջանի կառավարությունը իրականացրեց 2026 թվականի հունվարի 12-ին։ Եվ մենք ունեցանք մի դրական տեղաշարժ, որը հաճելի անակնկալ էր մեզ համար, դա 2025 թվականի դեկտեմբերի 24-ի եւ 25-ի Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելություններ, այսինքն 7 ամիս տևած դադարից հետո Կարմիր խաչի ներկայացուցիչները Ժնևյան գրասենյակի անունից այցելություն իրականացրեցին, բայց ուզում եմ հստակեցնել, որ սա ad hoc մեկանգամյա փոխհամաձայնեցված այցելություն էր եւ այն կանոնավորության չի ենթարկվում, հաշվի առնելով, որ գրասենյակը իր գործունեությունը դադարեցրել է, բայց մենք չենք բացառում, որ նոր համաձայնությունների ձեռքբերման պայմաններում այս այցելությունները կրկնվող լինեն։
ինչ հաճախականությամբ չենք կարող կանխատեսել, բայց դրա հնարավորությունը չենք բացառում։ Բոլոր դեպքերում Կարմիր խաչի այցելությունը դրական հոգեբանական ազդեցություն է թողել թե այնտեղ գտնվողների եւ թե նրանց ընտանիքի անդամների շրջանակում եւ այդ այցելության ընթացքում նաեւ նամակներ են վերցվել, տեսագրություններ են վերցվել, որը արդեն այս ամսվա ընթացքում փոխանցվել է ընտանիքի անդամներին։